Ցավոք պետք է տխրացնեմ բոլորին, դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը եւ կալանք տվեց 2 ամիս ժամկետով, այո։ Այսինքն մեր հույսերը հոդս ցնդեցին, չգիտեմ, բառը չեմ կարողանում գտնեմ ասելու, բայց սա է մեր իրականությունը, ինչի մեջ մենք այսօր ապրում ենք։ 12-րդ դասարանի աշակերտին գտան, որ պիտի անպայման կալանք կիրառեն, հիմա էս ունենք, պիտի գնանք առաջ պայքարենք մինչև։ Հələ չի տվել 1 ժամվա ընթացքում որոշումը գտա, չունենք հիմնավորումները։ Երկու հոդվածներով են ինչ-որ առաջադրվել է մեղադրանք։ Դավիթ ինչ-որ խոսք ասաց։ Ոչ, Դավիթը մարտական հանգիստ տղամարդավարի պահված դրսևորեց, հուսամ կդրսևորի ամբողջ ընթացքում եւ արդարությունը կհաղթի։ Տեսեք, երբ որ հնչում էր արտահայտություն, որ քաղաքական գործունեությունը խոչընդոտվել, ձեր կողմից եղել է, հա, հակապաշտպան եկեղեցուն ինչ գործունեություն։ Կարծում եմ, այն միջնորդությունից ինչ որ ներկայացվել էր, պաշտպանական խմբի կողմից քարը քարի վրա չի թողնվել, ոչ մի բան չի մնացել այդ միջնորդությունից, բայց ունենք այն ինչ որ ունենք։ Լավ ժողովուրդ, էմոցիաները շատ են, այո իհարկե շատ, բայց չենք թողելու այդ երեխուն ընդդեմ։